ուրեմն տնտեսությունն է դառնալու թիվ 1, ուրեմն երաշխիքը մեր անվտանգության եւ մենք ամեն բան անելու ենք, որ մեր ժամկետային զինծառայողները, պայմանագրային զինծառայողները, բանակը ամենօրյա կյանքի ու մահվան կռիվ չտա մեր սահմանների անվտանգության համար, այլ մենք կարողանանք ժամանակակից պետություններին հատուկ համապատասխան մեխանիզմներով ապահովել մեր սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, միակ կողմը, ում ձեռք չեն տալիս այս պայմանավորվածությունները, դա ընդդիմադիր այն շրջանակն է, որը ցանկանում է, որ Հայաստանը շարունակի կախման մեջ մնալ մեկ կետից եւ հետեւաբար այս պայմանավորվածությունները ուրեմն վնասում են մենակ մի կողմի, ընդդիմադիր որոշ շրջանակների, ռոբասերժական շրջանակներին, որոնց նպատակն է Հայաստանը նորից ուրեմն կախման մեջ պահել ընդամենը մեկ կետից եւ մեկ կառավարելիության կետից, որպեսզի իրենք կարողանան այդ միջավայրում կրկին նույն կերպ ինքնադրսևորվեն որպես ուրեմն գուբերնատորներ։